Արդեն 6 տարի բնակարանի սպասող մի խումբ բնակիչներ այսօր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ էին։ Նրանք պարզել են, որ իրենց պապենական տների փոխարեն խոստացված բնակարաններն արդեն վաճառվել են այլ քաղաքացիների։ Մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չի այս ամեն ինչի մասին, իսկ եթե տեղյակ է, խնդրում ենք, որ ինքը արդարորեն մոտենա մեր բնակարանների հարցերին։ Այդ քաղաքացիները Բուզանդի 19 հասցեի նախկին բնակիչներն են, որոնք բնակարաններ պետք է ստանային Արամի 72-ից 80 հասցեներում։ Խոստացված բնակարանները նրանք չեն ստացել այն պատճառաբանությամբ, թե նորակառուցում բնակարանները շատ ավելի մեծ են, քան իրենցից վերցրած արդեն քանդված տները։ Ի սկզբանե խաբել են, արդեն պարզվում է, որ միտում հենց մեզ խաբել են փողոցները։ Նոր խնդրի առջև են կանգնել նաև Երկմալյան փողոցի բնակիչները։ Նրանք կնքված պայմանագրի համաձայն պետք է բնակարան ստանային Սարյան փողոցի 19-ից 21 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում։ Բնակարանս Մոսկվա բնակ մի քաղաքացի գնել է, որ ինձ էր հատկացված իմ բնակարանը քանդելու համար։ Թե Երկմալյան եւ թե Բուզանդի փողոցների նախկին բնակիչների հետ պայմանագրեր են կնքել երկու տարբեր ընկերություններ, սակայն երկուսի տնօրենն էլ նույն անձն է՝ Գագիկ Պապոյանը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված։ Որ դրա ճյուղերը շատ հեռու է գնում։ Միայն Գագիկ Պապոյանի վրա մեղքը չի կարելի բարթել, որովհետև Գագիկ Պապոյանը մենակ չի եղել։ Ով է կանգնած Գագիկ Պապոյանի թիկունքում, բնակիչները չեն կարողանում պարզել եւ ենթադրում են, որ վերևներից է։ Նրանց ասելով իրավաբանները գործի նյութերին ծանոթանալուց հետո ուղղակի հրաժարվում են պաշտպանել իրենց շահերը։ Սուսաննա Պողոսյան, Տիգրան Բադալյան, IPF։